Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ընդգծել է, որ քաղաքացիները նյարդայնանում են նախկին առաջնորդների մասին շարունակվող խոսակցություններից։ Նա շեշտել է, որ խնդիրը լուծվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններով, համոզվելու, որ այդ ուժերը խորհրդարանում չլինեն։ Նիկոլ Փաշինյանը համեմատել է 2018-ի եւ 2025-ի Հայաստանը, նշելով, որ այսօր Հայաստանը անկախ է եւ ունի ինքնիշխան կամքի կենտրոն։ Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ըստ որոնց Սևանը կոչվել է Գյոյչա, իսկ Վարդենիսը Բասարգեչար։ Փաշինյանը նշել է, որ նման հարցադրումներում Արդենիսը կա սխալ ձևակերպում, եւ քանի դեռ այն չի շտկվել, պատասխանն էլ չի կարող լինել ճիշտ։ Վարչապետը հավելել է, որ եթե Ադրբեջանի նախագահը պնդում է, թե 5 քարտեզներում Սևանը նշված է այլ անունով, ապա նույն այդ քարտեզներում Ադրբեջան որպես երկիր առհասարակ գոյություն չունի։ Նրա խոսքով, եթե շարունակեն հետ նայել պատմության էջերով, ապա պետք է հստակ սահմանել, մինչև որ ժամանակահատվածն են պատրաստ նման համեմատություններ անել։ Mountain Watch-ը անդրադարձել է նոյեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահի ելույթին, որտեղ նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տարածքի պատմական անցյալի եւ հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ իր տեսակետները։ Ալիևը պնդել է, որ հայերը բնիկ չեն Հայաստանի տարածքում եւ այդ տարածքների պատմական ու մշակութային իրավունքը նրանցը չէ, իսկ ադրբեջանցիները ունեն իրենց պատմական հողերին վերադառնալու իրավունք։ Ելույթում շեշտվել է գիտական աշխատանքների եւ հանրամատչելի նյութերի ստեղծման անհրաժեշտությունը։ Mountain Watch-ը ընդգծում է, որ ելույթը մաս է Ադրբեջանի ռազմավարական քաղաքականության, որի նպատակն է նաև հայաթափումից հետո Հայաստանի դեմ իր տարածքային պահանջները առաջ տանելը եւ հայկական մշակութային ժառանգությունը վերագրելը, անվանափոխելը եւ օրինական վերադարձի գաղափարը առաջ մղելը։ Ինչ դասեր քաղեց պետությունը Արցախի հայաթափումից, քաղաքասարակությունը, կառավարության միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու դիվանագիտական կորպուսը։ Արցախցիների բռնի տեղահանությունից շուրջ 2 տարի անց քննարկում են մեր երկրի գլխով անցած հայացքներն, այսօր հետ են ուղված Կորնիձոր 2023։ Այստեղ էր գաղթի մեկնակետն ու առաջին ծանրությունը։ Ներքին գործերի փոխնախարարն այստեղ առաջարկում է խնդիրների մասին երկխոսությունը սկսել ամենասկզբից, փախստականն իր փաստաթղթերով հասավ Հայաստան։ Մենք ինչ-որ պահի պետք է ուղղակի առերեսվենք այն փաստին, որ մենք բնակչության տվյալներին վերաբերվել ենք ներողություն արտահայտությանից, բայց չեմ կարող խուսափել այդ բառից, փնթի։ Դա վերաբերվել ենք ինչպես Հայաստանի Հանրապետությունում, դա եղել է նաև Ղարաբաղում։ Սովետական ավանդույթի ուժը կա, բյուրոկրատիայի չկայացվածությունը կա, բազմաթիվ պատճառներ կան, բայց փաստը մնում է փաստ, որ մենք բնակչության տվյալներին վերաբերվել ենք փնթի։ Եթե մենք ունենայինք հավաստի բնակչության վերաբերյալ տվյալներ, որոնց հետ մենք կարողանայինք աշխատել առաջին իսկ օրվանից, միգուցե այդ բնակչության հաշվառումը չլիներ այդքան կենսական եւ այդքան ժամանակի եւ ռեսուրսի օգտագործում եւ սպառում անհրաժեշտ չլիներ դրա համար։ Իսկ աշխատանքի ու սոցիալական հարցերի գերատեսչության պատասխանատուն այստեղ հիշեցնում է 2023-ի տեղահանությունից առաջ 2020-ի պատերազմական դառը փորձն արդեն կար, կոփել էր նախապատրաստել։ Ցավալիորեն այդ 20 թվականի իրադարձությունները արդեն իսկ նախապատրաստել էին եւ փորձառություն էին ապահովել պետական մարմիններին ավելի պատրաստված լինելու ցավոք սրտի կամ ինչ որ իմաստով այդ դրամատիկ իրադարձություններին եւ կարողանալու ավելի կազմակերպված արձագանքել արդեն իսկ 23 թվականի տեղահանման իրավիճակին։ Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավական կարգավիճակին, որը կառավարությունում համարում են տեղահանության ժամանակ գրանցված բոլոր խնդիրների առանցքը, ապա ներքին գործերի պատասխանատու պաշտոնյան ասում է, դրա հետ կապված քննարկումները վաղուց օրակարգում էին, նույն 2020-ի 44-օրյայի ժամանակ էլ, սակայն ընդգծում է, մի բան քննարկելն է, մեկ այլ փաստի հետ հաշվի նստելը։ 2023 թվականին արդեն այդ խնդիրը անխուսափելի էր, որ որևէ կերպ պետք է այսպես իր արձագանքը ստանա, որովհետև այդ կիսատ իրավիճակը
մի քիչ այսպես ենք մեկնաբանում իրավունքը, մի քիչ այնպես ենք մեկնաբանում իրավունքը, այլևս չէր կարող լինել, որովհետև կար փախստականության փաստը։ Հաշվառումը մեկ կետից էր, գործընթացն այս առումով ինչ որ առումով ավելի հեշտ էր, սակայն հոսքի ինտենսիվությունը հաշվի չենք առնում, շարունակում է փոխնախարար Ղազարյանն ու պատմական համեմատականներ անցկացնում։ Ուսումնասիրել է փորձառություն ունեցող միջազգային գործընկերներից հետաքրքրվել 10 օրում շուրջ 120,000 մարդու տեղահանության դեպքերը մատների վրա կարելի է հաշվել։ Այս ծանրաբեռնվածությունը, որ մեր թիմերը Կարմիր խաչը, Առաքելություն Հայաստանը, բոլոր մարդասիրական հասարակական կազմակերպությունները, ովքեր այնտեղ էին, անուրանալի դեր կատարեցին այդ ինտենսիվությանը դիմանալու համար, որովհետև կարող ենք այլ հավասար պայմաններում ուղղակի չդիմանալ։ Մենք գիտենք, որ դա ծանր ազդեցություն ունեցավ նաև հոգեբանական աշխատակիցների վրա, բայց այս ամեն ինչի մեջ էներ, թե ինչ առաջին ռեակցիա կստանան տեղահանված անձինք, որովհետև տեղահանված անձինք արդեն իսկ գալիս են կորուստի մեջից։ 2 տարվա հեռավորությունից ակնհայտ է Արցախի հայաթափումը վեր է բացառապես հումանիտար ճգնաժամից։ Այն փորձություն էր նաև կառավարման եւ համակարգային կազմակերպվածության համար։ Պաշտոնյաներն ընդգծում են, ճգնաժամերին ավելի արդյունավետ արձագանքելու համար շարունակական վերլուծություններ եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներն են մեր երկրին անհրաժեշտ։ Եվրամիության հետ մենք սկսել ենք վիզաների ազատականացման երկխոսությունը եւ նոյեմբերի 5-ին արդեն հայկական կողմին պաշտոնապես հանձնվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Խորհրդարանում նշել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նա հավաստել է ոլորտային բարեփոխումների այն օրակարգը, որը որդեգրել է Հայաստանը, ունի ամբողջովին արտացոլված է իրենց գործողությունների ծրագրում, այսինքն չկա որևէ նորություն, որը մինչ այս կառավարությունն իր ծրագրում կամ ոլորտային բարեփոխումների շրջանակում չի քննարկել։ Մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսված են 74 կետերում, արդեն իսկ իրականացվում են կառավարության կողմից, որոշները ունեն համապատասխան ընթացք։ Դրանցից կարևորը թերևս փաստաթղթերի անվտանգությունն է։ Ես ուզում եմ հատուկ նշել, որ մենք էական առաջընթաց ունենք բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ 2026 թվականի արդեն երկրորդ կիսամյակին կտեսնեք արդեն բիոմետրիկ համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում եւ մեր քաղաքացիները ի վերջո կստանան բիոմետրիկ անձնագրեր եւ նույնականացման քարտեր։ Հայաստանում նախատեսվում է ներդնել հետադարձ հիպոթեկի ինստիտուտը։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակ կադաստրի կոմիտեն այսպես է բացատրում. այդ ինստիտուտը հնարավորություն կտա կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, գրավադրել իրենց գույքը եւ դրա դիմաց ստանալ պարբերական եկամուտներ առանց ամբողջ կյանքի ընթացքում վճարումներ կատարելու։ Ավելի պարզ, այդ ինստիտուտը կարելի է անվանել ապրուստի միջոց ծերերի համար։ Ապրուստի միջոց այսպես ծրագիր է ինքը, որ այսպես ինքը բնակարանը կոպիտ ասած կտակում է այդ կազմակերպության վրա կամ անհատի վրա, այդ անհատը իրան պահում է, որ ինքը իմանա հստակ, որ վերջում բնակարանը իրան է մնալ, ոչ թե մեռնելուց հետո կարող է իր այսպես փորը գասի իմնագույքը հաջողություն։ Կոմիտեից հայտնում են, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է ամբողջ պայմանագրային ժամանակահատվածում, այսինքն քաղաքացիները կկարողանան իրենց գույքի արժեքի հաշվին ստանալ եկամուտ, շարունակելով պահպանել սեփականության այն օգտագործելու բնակվելու իրավունքը։ Շատ ապրեն, քիչ ապրեն, դա այդ ռիսկ է, որ ասում եմ, այդ գործարկնքողի ռիսկն է։ Իրանք շարունակում են իրենց բնակարանում ապրել, ուղղակի ոնց որ մահվանից հետո որ բնակարանը մնալու է այդ մարդը։ Ինչպես բոլոր նոր համակարգերի կամ օրենսդրական փոփոխությունների դեպքում, այստեղ եւս ըստ մասնագետների կարող են ռիսկեր ի հայտ գալ։ Դրա համար պետք է այստեղ ինստիտուտներ լինեն, որոնք կայացած լինեն եւ այդ խնդիրը լուծեն, պատրաստ լինեն այդ դրա տակ մտնեն։ Հիմա այդ ինստիտուտները այդպիսի կան Հայաստանում, պատրաստ են դրա տակ մտնեն, թե ոչ, դա չեմ կարող ասեմ, էլի։ Ուղղակի դաշտը ոնց որ արվում է բանավոր համաձայնությունների միջոցով, հիմա դա նաև իրավական կարող է ձևակերպում տալ։ Կոմիտեն հայտնում է, որ նախագիծը սահմանում է էական երաշխիքներ, այսինքն այդ հետադարձ հիպոթեկի տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել տվյալ պահին գործող հիպոթեկային վարկերի նվազագույն տարեկան տոկոսադրույքը։ Գույքը պարտադիր ապահովագրվում է, կատարվում են հարկային պարտավորություններ, հատուկ մեխանիզմների միջոցով պահպանվում է գույքի բարեկարգումը։ Գրավատուի կամ նրա իրավահաջորդների պարտավորությունները չեն կարող գերազանցել գույքի իրացումից ստացած գումարի չափը, սահմանվում է նախնական խորհրդատվության պարտադիր պահանջ ֆինանսական եւ իրավական ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Նախագծի հեղինակները նշում են նաև, որ այդ ինստիտուտները լայնորեն կիրառվում են մի շարք զարգացած երկրներում՝ Ամերիկայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, ապահովելով սեփականության իրավունքի լիարժեք իրացում, ֆինանսական գործիքների ընդլայնում եւ քաղաքացիների համար ստեղծում են իրենց գույքի արժեքը կայուն եկամտի վերածելու նոր հնարավորություն։ Մասնագետները թերահավատ են, իսկ եթե Հայաստանում պայմանագրի կետերը լիարժեք չկատարվեն, պատասխանատվության ինչ միջոցներ են կիրառվելու։ Չստացվի այնպես, որ ծերերը ընկնեն դատարանի դռները ու երկար ժամանակ հայտնվեն քաշքշուկների մեջ։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր եկամտահարկի վերադարձով գնել են տներ կամ իրենց երեխաների ուսման վարձի վերադարձից են օգտվում, հայտարարագրման համակարգի միջոցով նրանք այլևս չեն կարողանա օգտվել ապահովագրության հետվճարից։ Համակարգը ըստ վարչապետի համապարփակ չէ, որովհետև ոչ բոլոր ծառայություններն են ծածկում։ Նախարար Ավանեսյանը սակայն հակառակ պնդումն է առաջ բերում։ Մենք էլ մեզ համար դրել էինք շատ կարևոր նշածող, որ առանձնացնենք հենց այն առաջնային կարևոր ծառայությունները։ Այստեղ այն փաստը, որ ասում են 6000 դրամը թույլ ենք տալու, որ վերադարձվի հայտարարագրման միջոցով որպես սոցիալական կրեդիտ, ապա այդ վերադարձից օգտվելու են շատ քիչ թվով քաղաքացիներ։ Քանի տոկոս մոտավոր։ Մոտավորապես տարբեր մասնագետների հետ ես խոսել եմ, ասում են 7-ից 10% լինեն, թե չլինեն։ Առաջին փուլի շահառուները մինչև 18 տարեկան երեխաներն են, 65 տարին լրացած քաղաքացիները, առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, 28 եւ ավելի անապահովության բալ ունեցող քաղաքացիները, որոնց համար վճարվելու է պետական բյուջեից։ Նախագիծը առաջարկում է, որ հաջորդ տարի ապահովագրությունից օգտվեն նաև ամսական 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Փաթեթի արժեքը 129,600 դրամ է, այսինքն ամեն ամիս աշխատավարձից կպահվի 10,800 դրամ, ինչու պետք է 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացին վճարի 65+ տարիքի բարձր աշխատավարձ ունեցող քաղաքացու փոխարեն, ասում է մասնագետը, պնդելով, թե այստեղ սոցիալական անարդարության խնդիր կա։ Սա ապահովագրություն է, որը ասում է այն մասին, որ աղքատները պետք է վճարեն հարուստների համար, այսինքն 200,000 աշխատավարձ ստացողը նույնքան գումար է վճարելու, ինչքան որ վճարում է օրինակ 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն ստացող աշխատմարդիկ քաղաքացիները։ Հայտնի չէ նաև, թե ինչ առողջապահության ծառայություններ են մատուցելու եւ ինչպիսին է լինելու մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների առողջապահական ճակատագիրը։ Եթե ասում են պարտադիր ապահովագրություն, դրան չմասնակցելու դեպքում ինչ է սպասվում քաղաքացուն։ Մասնագետը պարզաբանում է, կտուգանվի վարչական իրավախախտումների մասին օրենքով։ Կատարվել է օրենսդրական փոփոխություն, այն քաղաքացիները, ովքեր պարտադիր պետք է ապահովագրական փաթեթում ներառվեն, չներառվելու դեպքում մի օր տանը նստած հարկադիրից նամակ կստանան ծանուցվելով պարտավորություններ ունեն։ Բոլորի համար նույն տուգանքն է գործելու աշխատավարձի 300-պատիկի չափ։ Հայաստանում սեպտեմբերին գրանցված 3,8%-ից հետո գնաճը հոկտեմբերին դանդաղել է տարեկան շուրջ 3,7%։ Դրա մասին ասված է Եվրասիական զարգացման բանկի վերլուծության մեջ։ Սննդամթերքը շարունակում է մնալ գների աճի հիմնական գործոնը, ինչը պայմանավորված է համաշխարհային գների դինամիկայով։ Ծառայությունների ոլորտում գնաճը արագացել է տարեկան մինչև 2,9%, մինչդեռ ոչ պարենային ոլորտում այն մնացել է կայուն տարեկան 0,9%։ Հակասանիտարական վիճակ է Վանաձորում Կարեն Դեմիրճյան փողոցի 9-րդ բազմաբնակարանային շենքի դիմաց գտնվող դիտահորից դուրս եկող կոյաջրերը ողողել են մի ամբողջ շենքի բակ։ Կարճահոտն ամենուր է, կոյաջրերը լցվում են նաև շենքի բնակարաններ, քայքայում դրանք։ Ահավոր հոտ է, ահավոր վիճակ։ Այս ամբողջ շենքը չի կա մի հատ լուսամուտ, բացի որ մաքուր հոտ կա, ահավոր գարշահոտ։ Ավտոմեքենաները գալիս են ստենց քշում, մենք այս կեղտը տանում ենք մեր տուն։ Բայց շենքի հոտ է, շենքի Բնակիչներն ասում են 1 տարի է այս վիճակն է, կոյաջրերը մինչև գոսպիտալ թաղամաս են հասնում, չեն դժգոհում, ամեն անգամ պարտաճանաչ գալիս են մաքրում դիտահորը, սակայն 1 ժամ էլ չանցած նույն վիճակն է, պատուհան բացել չեն կարողանում։ Չէ մաքրելով չի մաքրվում, դա մաքրել չի։ Պետք է գիծը բացեն որ, թե չի ավտոն մաքրվա դուրս տալա, 2 օր առաջ ավտոն եկավ քաշեց, ասին չարեցիր թե քաշեցի, ասի տայնի կեժամ տես որ են լցված քնալու է։ Գիծը պետք է կան բացեն, ոչ թե տակից փչեմ են, ինչ են անում բացեն։ Ասում եմ ոչ թե այստեղ խնդիրը իրանց գան, ասում եմ, այստեղ ուրեմն արդեն տարիների փտած խողովակները։ Խնդիրը դրանում է, ուղղակի խնդրում եմ
ասում բա մենք ի՞նչ անենք, դա մերը չի ասում։ Այնտեղից որ գալիս է, գարաժների տակն անգնան, դե մի հատ պրամիջետուսնի լուկ պետք է ալնի։ Արտա ազը այդ ջուրը այնտեղ հավաքվում է կներես ասեք, ճիշտ ասեք։ Հավաքվում է, քանի որ դեմը փակ է։ Տես նույն տրուպն է։ Այդ ինչ որ լուկ փորել է ողջում, ինչ որ մեկի գարաժի տակ անգե։ Վիոլիաջուր ընկերություն ու Վանաձորի համայնքապետարան են դիմել, խոստացել են գալ, տեղում ուսումնասիրել խնդիրը։ Խնդրում են, որ իրավասու մարմինները արագ գործեն։ Իսկ Շամշյանքոմի զրույցում Վիոլիաջուր ընկերության լոռի տեղամասի պետը հայտնել է, որ բազմիցս մաքրվել է տարածքը, ու քանի որ կոյուղագծի վրա կան կառուցված ավտոտնակներ, դրանք ապամոնտաժելու համար պետք է Վանաձորի քաղաքապետարանի աջակցությունը։ Դրանից հետո նոր տեխնիկան կկարողանա աշխատել, հիմնովին կլուծվի խնդիրը։ Փափազյան 21 շենքի առաջին մուտքում խմելու ջրի խողովակը արդեն 20 օր է վնասվել է։ Ջուրը դուրս է գալիս երկրորդ հարկից, հասնում առաջին հարկ, կուտակվելով էլեկտրահաշվիչների արկղի տակ։ Բնակիչները ելքումուտք են անում վախը սրտներում։ Արաբգիր վարչական շրջան Փափազյան 21 շենքն է, այս բնակիչների 20 օրից ավելի է այս վիճակն է։ Արաբգիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարուսյանին ու Վեոլիա ջրի ուշադրությունն են հրավիրում։ Ամեն րոպե հոսանքահարվելու վտանգ կա ու բացի դա ջուրն անիմաստ է հոսում։ Իսկ վտանգավոր է ես գնաք հոսանքի շիթը ու ջուրը։ Բայց ես վտանգավոր է։ Գիտեմ։ Ստե գասեթաս մի քիչ մոտիկ աղատոկը խփի։ Իմը թամ սարքել եմ, ես սարքել եմ։ Բայց բնակիչները, ովքեր այս պայն հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, մի քանի անգամ ահազանգել ենք Արաբգիրի թաղապետարան, Վիոլիաջուր, սակայն երկու տեղերից էլ ոչ մի դրական արձագանք, ոչ մի քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի խնդիրը լուծեն։ Բնակիչները պատասխանատուների անտարբերությունից են բողոքում, հուսով են, որ այս կերպ խնդիրը բարձրաձայնելուց հետո կարձագանքեն։ Նոյեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, Նիսանը Երևան-Սևան ճանապարհին վրաերթի ենթարկել տղամարդու։ Օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահումն արձանագրել է հետիոտնի մահը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները։ Հարևանության բնակվողների խոսքով այդ հատվածում գրեթե միշտ են վթարներ տեղի ունենում, այդ թվում ողբերգական։ Դա կանխելու համար քաղաքացիները վստահ են լավագույն լուծումը արագաչափ տեղադրելն է։ Նշված հատվածի հարևանությամբ ապրողներն ու բնակիչները եւ աշխատողները խնդրում են պատկան մարմիններից, որպեսզի այս հատվածում տեղադրվի արագաչափ կամ ինչ-որ մի լուծում, քանի որ այս հատվածում անընդհատ ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր են տեղի ունենում, այդ թվում ցավոք ողբերգական ու պատկան մարմինները ոչ մի հետևություններ չեն անում։ Նոյեմբերի 10-ին Վանաձոր Ալավերդի ճանապարհին բախվել են Ford Transit-ն ու Zil-ը։ Երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Փրկարարության Վանաձորի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարներն են օգտագործել հատուկ տեխնիկա, որպեսզի վիրավորներին դուրս բերեն մեքենայից։ Այնուհետև հոսանքազրկել են դրանք։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի պարեկները։ Նոյեմբերի 10-ին Եղվարդ Նոր Գեղի ճանապարհին բախվել են 33-ամյա Արթուրի Մազդան եւ 35-ամյա Անդրանիկի Ֆորդը։ Բախման հետևանքով Մազդան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեձրին տեղադրված բետոն էլեկտրասյանը, կոտրել այն։ Վնասվել է նաեւ մեկ այլ բետոն էլեկտրասյուն, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի երկրորդ դասակի պարեկները։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության Նաիրի մասնաճյուղի աշխատակիցները աշխատանքներ են կատարել էլեկտրասյունները փոխարինելու համար։ Ճաքելա, չէ։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Նոյեմբերի 10-ին Եղվարդ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Մինչ շրջների ժամանումը տներից մեկի շոքեբաղնիքում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները։ Հետո Եղվարդի շերջփրկարարական ջոկատի շերջփրկարարները մարել են կրակը։ Այրվել է շոքեբաղնիքի տանիքի մոտ 15 քառակուսի մետր տարածքը ու գույքը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Բնակիչների խոսքով կրակը բռնկվել է էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով, տեղեկությունը պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Եվ շարունակվում է Հայանիստի կամրջի նորոգման աշխատանքները։ Շաբաթներ առաջ էր, որ այդ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում ավազով բարձված բեռնատարը կողաշրջվել էր, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել էր միակողմանի։ Արարատի ճանշինն աշխատում է անգամ հանգստյան օրերին, որպեսզի կամուրջը կարճ ժամանակում հանձնվի շահագործման։ Հիմա արագացնելու համար մոլոտ են բերել, որ մոլոտով շուտ քանդեն։ Իսկ որ այն պետք է շատ հրատապ շահագործման հանձնվի, հիմնանորոգվի, դա ակնհայտ է, քանի որ մի քանի գյուղերի բնակիչներ այս ճանապարհը իրենց համար ամենակարևոր ճանապարհներից մեկն է։ Հիմա տեսնում եք, դառնապրած բետոններն արդեն հեռացվել է, փոխարենը դրվել է նոր եւ որից հետո կարվի հավանաբար ասֆալտապատում եւ ճանապարհը ընտիր որակով կհանձնվի շահագործման։